Հիմա ԿՊ-ի օրակարգում կա Գյումրու համայնքապետի պաշտոնը վերցնել, հա, այսպես ասենք։ Գյումրու համայնքապետի պաշտոնը բան չի, տենց ճամպրուկ չի, որ վերցնես։ Մարդն է Հիմա չէ, սպասենք Սերժակ Քոչարյանական խաչասերման երկրորդ սերիային, տենանք էս մի խաչասերումից ինչ են ուզում ծնեն, հասկանանք, արդյոք չգիտեմ, բայց պետք է հասկանալ, կարող է ինչ-որ նոր մուտանտ են ուզում ծնեն այդ խաչասերման արդյունքում, պետք է հասկանալ, էլի կարող է էլի թունավոր հղի, եթե հղիությունը շատ թունավոր լինի, չէ լավ շատ վատ բառ ասեցի, ներողություն եմ խնդրում, այդ բառը չօգտագործենք, այդ խաչասերումը ընթացքը եթե թունավոր ներողություն եմ խնդրում բոլորից, հատկապես կանանցից, եթե այդ խաչասերման ընթացքը թունավոր լինի, բնականաբար համաձայն եմ իրականում նրանց դաշնակցականների հետ համեմատել չարժեր, էլի ներողություն եմ խնդրում։ Դաշնակցականներից թե ակնհայտորեն ոչ դաշնակցականներ։ Վաղաշաբաթում առաջիկայում սպասվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ այս կալանավորումը ինչ ուղերձ է հանրությանը։ Ձեր ընդդիմադիր գործընկերները նկատեմ շտապեցին ձեզ մեղադրել ընդդիմադիր էլեկտորատի նկատմամբ ոտնձգության մեջ, ասացին, որ դուք չեք հանդուրժում ընդդիմության հաղթանակը, ավելին Հայաստան խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ մասնավորապես նշեց, որ վաղաշաբաթ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձերբակալությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման այո, մարմիններին, իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ ինքնուրույնություն չի այդ հանդարժան։ Տեսեք, այստեղ շատ կարևոր մի բան կա։ Ոչ մեկ, ոչ ես, ոչ, չգիտեմ, մեր խմբակցության այլ падգամավոր, ոչ մեր թիմի այլ ինչ-որ մեկը չի գնացել ու Վարդանիկին չի համոզել, ասել Վարդանիկ ջան, գիտես ինչ կա։ Ախպորպես էլի, արի գնա, սկսի կաշառք լափել, Վարդանիկ ջան։ Չէ, իրան ոչ մեկ չի համոզել դրան։ Նույնիսկ հակառակ այդ մարդ ախր մտել է աշխատասենյակ, կարծեմ մեծ մասը ներկա եք եղել։ Մտել է առաջին բան ասել է, այստեղ ամենուր ժուչոկներ են դրած, բարև տղեկ, ինքը հասկանում եք, նույնիսկ դա հասկանալը, գիտակցելը, տեղյակը լինելը, իրան հետ չի պահել, ինքը կոնկրետ կապվածություն ներողություն հաստատում եք, որ եղել է։ Չէ, ես հաստատում եմ, որ ինքը այդպես է Չէ, դուք մտածել։ ասացիք նույնիսկ դա իրեն հետ չի պահել, Այո, այսինքն եղել է։ մտածել է նույնիսկ այդպես, իրեն հետ չի պահել, հարգելի պարոն Կիրակոս։ Որտեվ լսում ենք այդ նախորոքը որն է, Տիկին Ջեբեջյան, նախորոքը որն է, երբ որ մեր ականջով լսում ենք, որ մարդը ասում է AI-ով էլի քան կարող լսեք, բայց իրականության Տիկին Ջեբեջյան, սա արդեն ձեր ու ձեր պաշտպանած քաղաքական ուժերի կներեք ոչ մեկին դուք եք ստիպում եք, որ լրագրողը ստիպված են մյուս կողմի բանը, փաստաբանի դերը ստանձնի ու հակադարձի ձեզ, պարոն Ջեբեջյան, ես ձեզ ընդհանրապես չեմ ստիպել, դուք դա ինքնակամ եք ստանձնել, խնդրում եմ ինձ մի բայց ավարտեմ էլի ստեղ մի վարքյան, հարգելի ընկերներ, Տիկին Ջեբեջյան, սա արդեն մոտավորապես 8-րդ փորձն է ձեր եւ ընդդիմադիր դաշտի, առանձնացված ասեմ, ձեր եւ ընդդիմադիր դաշտի ինչ որ մի ձայնագրություն ներկայացնել որպես արհեստական բանականության պատրաստված։ Ես էլ ասում եմ չի կարող։ Ես էլ ասում եմ չի կարող, ժողովուրդ ջան։ Ես էլ ասում եմ չի կարող։ Ալեքսանյան ընդդիմադիր էլեկտորատին Սա թե ընդդիմադիր, թե ոչ ընդդիմադիր, թե նեյտրալ, թե ապատիկ, թե պրոիշխանական էլեկտորատին մի ուղերձ է։ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք վերադարձ չի լինելու լափակերությանը, կաշառակերությանը, համայնքը ու պետությունը սեփական գրպանները ու լափամանը լցնելու միջոց դիտարկելուն։ Երբեք չի լինելու նման վերադարձ։ Իրավապահ համակարգի գործողություններին ձեր քաղաքական գնահատականները եւ խանիքի դեպքում եմ ասում դիմության եւ ձեր համեմատության կապակցը չի կարելի խախտել։ Խնդիրը դա է, դա խփում է իշխանությանը հենց։ Հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք հետեւյալ մի բան։ Երբ որ կամայական ընդդիմության ներկայացուցիչ ինչ որ մի խոսք է ասում, այդ խոսքը ենթակա է նաև քաղաքական վերլուծության ու քաղաքական գնահատականի, օրինակ իմ կողմից, ճիշտ է։ Սա անվիճելի է, ճիշտ է։ Հիմա սրան զուգահեռ կա նաև Վարդան Ղուկասյանի ուրիշ խոսք։ Օրինակ, նույն ընտրությունների ժամանակ, երբ որ ամենավերջի բառերով հայհոյում էր իր պոտենցիալ ընտրողներին, հիշում եք, չէ՞, ձայնագրությունները, այդ նողկալի խոսույթը։ Կա Վարդան Ղուկասյանի ուրիշ ձայնագրություն, որը հրապարակվեց երեկ, որտեղ մարդը ինչ ասում է, ինչքան են տալի 4 միլիոն վերցրային եկեղեցու ասում է նկարիչներին թողեն պարտք։ Եկալ տանք։ Հիմա ես
Ես դատավճիռ չեմ դակում, չեմ ասում, այ Վարդան Ղուկասյանին պետք է տանել նստեցնել 5 տարի, 6 տարի ժամկետով, չէ։ Ես լսել եմ Վարդանիկի խոսքը։ Ու ես դրան տալիս եմ քաղաքական գնահատական։ Ես ասում եմ այդ տեղի ունեցածը լափակերություն է, կաշառակերություն է ու սրիկայություն է։ Ես դա տալիս եմ։ Հարգելի գործընկերներ, ես ամեն մի քաղաքական կամ ոչ քաղաքական ընդդիմության կամ, չգիտեմ, այլ քաղաքական ուժի խոսքին չպետք է արձագանքեմ դատարանի վճռից հետո։ Դատարանը կհրապարակի իր վճիռը, ես տալիս եմ իմ քաղաքական գնահատականը։ Ոչ քաղաքական գնահատականը, դե հիմա Պարոն Ալեքսանյան քաղաքական վերադառնալով Հայաստան, հա, կներեք, վերադառնալով Հայաստան խմբակցության հայտարարությանը, դե մարդիկ ուղղակի ստորագրում են էլի այդ խոսքերի տակ, որ այդ 4 միլիոնը վերու ամեն դեպքում քվեարկում է Հայաստան խմբակցությունը, որ վերու լինի այդ 4 միլիոն դրամը ու որ վերցվի այդ 4 միլիոն դրամը, ինչպես եւ եթե բախտները բերի ուրիշ համայնքներում ընդհանրապես իշխանության կան ավելի շատ գումար վերցնեն, շատ ավելի լավ կլինի։ Իրանց ասած է դա, որ վերցնելու ենք, լավ ենք անելու, էս է մեր գործը, նաեւ իմացա, որ Տաշիր Սամոյի, ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի քաղաքական շարժումը այդ մեր ձևով կոչվածներ նաև ասել, որ անվերապահորեն աջակցում ենք Վարդանիկին, անվերապահորեն աջակցում ենք Վարդանիկին, դա նշանակում է մի բան, անկախ նրանից այդ զապիսը ճիշտ է թե ճիշտ չի, անկախ այդ ձեր նշած բոլոր բաներից, էլի, անկախ նրանից ինքը մեղքը կընդունի, անկախ նրանից կպարզվի քանի հատ է տենց բան եղել, իրանք մեկը աջակցում են եւ նորից ես զարմացած չեմ։ Պարոն Ալեքսանյան, չէ՞ հետապնդում են որակում Փաշինյանի ազգային ժողովի հայտարարությունից հետո։ Հիմա որպեսզի առիթը չլիներ, որ Վարդան Ղուկասյանն ասեր այդ 4 միլիոնը վերու, պետք է իշխանությունը ժամանակին կոռուպցիայի դեմ շատ պայքար իրականացներ։ Դուք թողեցիք Վարդան Ղուկասյանը դարձավ ընդդիմադիր քաղաքապետ, նոր հիշեցիք, որ ինքը փողեր է վերցնում։ Չէ, կներեք մի վարքյան էլի։ Նախ Վարդան Ղուկասյանը դարձավ քաղաքապետ ու նոր կատարեց հենց կոնկրետ այս գործողությունը։ Դրանից առաջ էլ կար ուրիշ քրեական գործեր Վարդանիկի հետ կապված, որոնք ընթանում էին ու ընթացքի մեջ էին։ Ուղղակի ի տարբերություն այս մեկի արդեն մտել էին դատաքննության փուլ ու այստեղ կալանքի հարց այն դեպքերում չի քննարկվել այսքան մեծաշու։ Հիմա ձեր գործընկերները մեզ մեղադրում էին քիչ առաջ, որ այս մի դատական գործը կամ այս մի քրեական գործը մի տեսակ արագ ընթացք ունեցավ։ Հիմա այն մեկում էլ լիքը մարդ մեզ մեղադրում է այդքում եւ դուք որքան հասկանում եք, որ այն մի քրեական գործն է դանդաղ ընթացք կա ունեցել։ Հիմա իմ ասածն էլ որն է, հարգելի գործընկերներ, ես կամ մեր թիմը առհասարակ չի կարող եւ չի էլ մասնակցում է դատական գործերի արագությանը, դանդաղությանը, միջին տևողությանը, դրանց ընթացքին, սենց գնալու, նենց գնալու։ Մենք ընդհանրապես ասում ենք, մենք ունենք քաղաքական կամք Հայաստանի Հանրապետությունում պայքարել կոռուպցիայի դեմ։ Մեր մեսիջը բոլոր իրավապահներին հետևյալն է. տեսնում եք կոռուպցիոներ, կատարեք համապատասխան օրենքով սահմանված գործողությունները, անկախ նրանից այդ կոռուպցիոները որ քաղաքական թիմի անդամ է։ Շատ պարզ։